Ահա, Անայդ, այսենց մուկ սիրեններ հենց մեր բակում։ Երեկան ընդհատասում էր, չտեսանք։ Գնամ մեքենան վերցնեմ, կամ Անայդին վերցնեմ, գնանք այսօր հանդիպում ունենք։ Հələ տեսեք Արալերի գագաթը ոնց ջունը արագ հալեց։ Մի փոքր տեղա մնաց արդեն։ Այսինչ լուրջ գործեր են անում աղմկոտ։ Ողջույն։ Ողջույն։ Ամսի 6-ը 16 աստիճան։ 4 կես։ Կես չէ։ 25 պակաս։ 5-ին։ Ես կասեի 20, չէ։ Չէ, 2-3 րոպե ասա։ Ուշանում ենք, գիտես։ 5-ին է չէ, պայմանավորվում։ Այո։ Սելը սիզոնս հասնել է պետք։ Անահիտ Սիմոնյան Հոլանդիայից։ Այո։ Եվ սովորել եմ մամայի դպրոցում։ Իմ մամայի։ Այո, 114։ Ինչ ասում, այդ չէ հիշում ես։ Ոյ։ Լուրջ ես ասում։ Հա, ինձ ուրիշ բան է շատ ուժեղ հիշվել։ Այսօր կշարունակենք մեր հետ ես մանրամասներ եմ ուզում իմանամ մեր անցյալ հանդիպումից։ Եվ այսպիսի գեղեցիկ երկինք։ Արալերի վրա կեսից ավել է հալել էր արդեն ձյունը։ Ներքևը հալած է, բայց գագաթների վրա կա։ Գագաթի վրա։ Հենց գագաթինն էր էլի մի քիչ աչքումներ մնացել մենակ։ Աստեղից լավ չէր։ Վերջապես Պուշկինն էլ կտրեցինք։ Աստեղ իհարկե տեղ չեն տա, ես Խաչմերուկին մի րոպե կանգնեմ, դու դուրս արյանը հետ։ Էս ինչ է։ Դալան է։ Ոյ, ափսոս։ Արամի փողոց Անայդը գնաց, չի ուշանա, իրանք կզբաղվեն իրար հետ, մինչև ես տենամ ինչ եմ անում։ Հուսամ ես կայանատեղիում մի բան կգտնվի ձախի վրա գնանք տենանք։ Ահա, տեղ գտնվեց, են պոստնա, թունելները, ընդեղ ռուբոյինք են ապրում, երբ որ ուզում են ընդեղ ապրեն, ողջույն, Լուսինե ջան, Ռուբ ջան, այս սովետական շենքա, ստեղ դասընկերներ էին ահագին ապրում, դե Արամինա, հիշում եք սենց ժամանակ առ ժամանակ ցածր շենքեր կա բարձրերի մեջտեղը, այս մեկն է Բյուզանդը, այս մի հատը ամենավերջում կառուցեցին, այս անկյունայինը, հա, ընդեղ էլ Սարյան փողոցն է, մնացինք, Բյուզանդի վրա այս մի շենքն է մնացել, հին շենք, մեկ էլ դե են Մաշտոցի մոտ հիշում եք աերոկասաների շենքը, ստեղ սենց էկզոտիկ գեղեցկություններ, այդ Անահիտը էտա լավ ուսումնասիրել է, շնորհ են, չէ։
կյանքը սկսվում անց զգուշ, նուրբ, դրա համար են ասում էլի, փափուկ ուշ, փափուկը սկսվում է, բայց հետո ինչ ուզես կարա դառնա։ Ես այսօր կտրված եմ երեխա չկա ձիերի մոտ։ Էս էլ է seasons, բայց մենք ընդեղ ենք պայմանավորվել։ Էս էլ ապագա դաշնակահար։ Անայտի մոտ այսօր թխվածքի օր է։ Այս երաժշտությունը չգիտեմ, ես ամեն անգամ անհանգստանում եմ, որ կխանգարի, բայց հաճախ ըրնում է մոնտաժի ժամանակ միացնում եմ, ոչ ման չի լսվում։ Ես էլ անհանգստանում եմ փաստորեն։ Իսկ նոմալ լսվում է, մի խոսքով անկանխատեսելի է մի տեսակ։ Այստեղ երեխեք կան։ Դե տնակը տակին է տակի զբաղմունքը, չէ։ Տնակների մեջ մտնելը։ Ես էլ էի քրոջս հետ սեղանի տակ էինք, տուն խաղում։ Ինչ որտեղ փակ տարածք է, էլի։ Հա, փակ տարածք ասեցի, հիշեցի։ Պես պայուսակով եմ։ Մի հատ իգերին ուզում եմ պատասխանեմ։ Ես ասել էի, որ են 21-ը մեքենան գազ 21, որ փողոցում տեսանք Պուշկինի վրա։ Ասեցի սովետը սաղ թխել է, ինչ կա չկա արտասահմանից։ Իգերը իհարկե չհավանեց, սովետա սիրում ինքը։ Բայց հենց սովետ սիրելով պետքա որ իմանար այդ նայեք ուրեմն սովետը որ եղավ արևմուտքում արևմուտք ճիշտ եմ ասում արևմուտքում շատ կային կարող է շատ չէ բայց կային անշուշտ գիտնականներ կոնստրուկտորներ իհարկե բանվորներ, որոնք կարեկցում էին սովետական միությանը ու այդ մարդկանց ճիշտ օգտագործելով սովետը կառուցեց աննախադեպ ուղղակի պրամышленный շպիոնաժ, էլի։ Չգիտեմ հայերեն այդ ոնց է արդյունաբերական լրտեսություն։ Ու այդ մարդիկ շատ էին, իրանք օգնում էին։ Ու ահագին ինֆորմացիա բերեցին բնականաբար ամեն ինչի վերաբերյալ, ամեն ինչի։ Հիմա ասեմ, ուրեմն ասմա եկերը, այդ ինչ է մեր մոտ խելոք մարդիկ չկային, խելոք մարդիկ իհարկե կային, ոնց կարան խելոք մարդիկ չլնեն։ Բայց սաղ գծագրերը կամ ինչ-որ մի հատ մեքենա էին բերում, քանդում նայում էին,
Այդ սա հետո պետք է արտադրություն սարքել, չէ, ու մենակ գծագրով չի, այդ խելոք մարդիկ զբաղվում են այդ արտադրություն կազմակերպելով, գործարաններ կառուցելով, հետո գծագիրը իր սարքելով, էլի, մի խոսքով մեծ աշխատանք էր արվում ու զարմանալի է, ես կարծում եի, որ Իգորը պետք է այդ արևմուտքին շատ շնորհակալ լիներ, հաստորեն գաղտնի օգնություն էր, էլի, շատ լուրջ օգնություն, շատ, այդ ինդուստրիալիզացիա, որ անցնում էինք, այդ մեծ տեմպերով, դա հենց մենակ դրա շնորհիվ էր հնարավոր, լավ, ես մտնեմ, բարև ձեզ, մերոնք հələ որ երկու հոգ են, Անահիտ, իմացակ։ Մի րոպե, մեր Անահիտը, հա, շնորհակալություն, մեր Անահիտը մենակ է։ Բարև ձեզ, չի եկել։ Հա, դե լավ է։ Գիտես որտեղ էր, ասում եմ բաների մեջ են, էլի պրոբկաների, մանումենտում են։ Այդ Սամիթը չի պրծել է։ Չգիտեմ։ Սամիթի պատմությունները լավ են։ Չեք հիշում ինձ։ Հիմա ամբողջ արդ։ Ծանոթ է շատ դեմքը։ Կազանոստրամ հիշում եք ինձ։ Ինչը։ Կազանոստրամ։ Հա, Կազանոստրայում դուք էիք։ Տելևիզիոյի հերոսը։ Հա, Լավեք լավ է ամեն ինչ։ հա, ամուսնացաք։ Վերջը։ Սպասում էի գաք։ Դե լավ, ես անջատեմ Անահիտ։ Հա, ես նստեմ, դու գնա թխվածքի տորնա, չէ, գնա ընտրին։ Ընդեղա չէ, լավ թխվածքները։ Հա ջան, լավ, սպասի անջատեմ կխոսանք։ Այս ռեստորաններում հետաքրքիր է, չէ, երաժշտությունը լռությունը համարվում է անհարմար բան, անպայման պետք է երաժշտություն լինի։ Ահա, Անահիտը եկավ, մեր Անահիտն էլ ընդեղ թխվածքները պատվիրեց եկավ, հիմա թող աղջիկները զրուցեն, հա, ես իմ պատվերը ընտրեցի, նա ստեղ ծխեն, չէ, բայց ստեղ հետաքրքիր չի, եկեք մաշտոց դուրս գամ։ Երաժշտությունը մի քիչ տխուր է, էլի ես կուզենայի Անահիտի հետ մի հատ զրուցեինք, հետաքրքիր անձնավորություն է շատ։ Ոնց եմ կազմակերպելու, չգիտեմ այդ հարցը։ Արման Թաթոյանին գիտեք։ Լավ լեն աստեղ չէ, դե պետք է ասել, որ Չարենցի թանգարանն է, են ովքեր են տանիքում, էլի մի բան կառուցում են, մի բան հանեցին, մի բան սկսեցին դնել, հա, ինչ-որ տուֆ են շարել, նկատում եք, Ես ովքեր են, ասել, չէ, Յանդեքս Գովնդերը։
Ես էլ բյուզանդ է։ Ես էլ Aeroflot-ի շենքը երկրորդը, որ մնացել է բյուզանդի վրա, դե Արամի վրա են մի հատնա, չէ, ու մեկ էլ Չարենցի տուն թանգարանն է մնացել Արամիի վրա։ Հետաքրքիր եղանակ է, նկատում եք, մարդիկ ահագին տարբեր են հագնված, տաքից մինչև շատ թեթև, տենց մի հատ եղանակ կա, ինչ ուզում հագնում ես։ Մերոնցից մեկը գրել էր, որ Վահագնի արձանը ներողություն են Կարլեն Նուրիջանյանի Վահագնը մի վաղ դրած էր այ ներքևը ժամանակակից արվեստի թանգարանի արջևը Բաքում ու բացատրել էր Շևչենկոյի ճանապարհին, Շևչենկո ձեր դպրոցի ճանապարհին։ Այո, ցավոք անունը չեմ հիշում, ով էր գրը։ Ես ավելին ասեմ, երևի այդ շատ շուտ էր։ Կարող է ինքը չհիշի։ Վահագնը դրած էր մինչև այդ ամենասկզբում Ազնավուրի հրապարակում, էլի, ոչ թե հրապարակում, այլ նկարիչների միության մուտքի մոտ։ Մուտքին, որ նայում ես, ձախ կողմի վրա, այդտեղ էր դրած։ Հետո որոշ ժամանակ այդտեղ հայկն էր դրած, այդ որ հիմա մասիվում է, էլի։ Նենց որ այդ արձանները շատ քաչ ծանոթ են, մեր տան կողքներ։ Այդենց։ Այո, Նուրիջանյանը հեղինակն է համ Հայկի, համ Վահագնի, են մի Վահագնի։ Համ էլ իդեպ են արծիվը, որ կա էդ, Երևանից, որ դուրս են գալի դեպի Սևան։ Այդ արծիվն էլ է ինքը հեղինակը։ Այդքան է գիտեմ իր մասին։ Դե լավ, ծխախոտս ավարտվում է։ Այս մեկն էլ Սաշային, որ մեկ-մեկ հանդիպում ենք փողոցում, ինքը տոմսեր է բաժանում այդ օպերայի բալետի բանի համար էլի, իր հայրն է արել, Գարգալոյան, բայց անունը չեմ հիշում։ Երևի ստեղ էդ է գրած, լավն է շատ։ Միտեղ հանդիպեցի գրած էր, որ Ավինյանը տրանսպորտի հարցը լուծեց, բայց մենակ չգիտեմ ինչ, հետո ինչ-որ բաներ էր, ու ես մտածի իրոք ճիշտ է ասում։ Կարելի է համարել, որ տրանսպորտի հարցը լուծված է։ Ամենանդեպս ես ինչքան օգտվել եմ, ոչ մի անգամ նեղություն չեմ քաշել։ Շատ լավ է աշխատում։ Հլո տեսեք ինչքան է սպասում։
Այսքան շատ սպասելի երկել լավ աշխատանքի մասին չի խոսում, բայց չէ, նորմալ է տրանսպորտը։ Դեն մարշրուտկեքը բանը շատ տխուր էր։ Իրար գոքի նստած գնում էինք։ Ու նենց վիճակ էր, թվում էր դա ուղղել հնարավոր չի, անկեղծ ասած։ Բայց տեսեք, որ ուղղվեց։ Այնտեղ սասեր չէ։ Նոր են մտել համեմատաբար։ Այս ինչ է, այս էլ ասես։ Չէ, սաս ընդեղ է գրած։ Այս էլ բանն է։ Ուրարտուն է։ Սա էլ նենց համեստ սկսեց, հիմա սաղ քաղաքը զբաղեցրել է։ Ամենտեղ կարաս հանդիպես։ Դեն մայթում կարծում եմ գիտեք երեք են մանկական տարածքը որ կար տեղա Միսակ Մանուշյանի անվան այգին երաշտություն չկա, ես ինչ լավ բաներ, այդ ժամանակ մի հատ նախնական ողջուն ենք, Անայի ջան, մի հատ նախնական ողջույն մերոնց, հետո մենք կզրուցենք։ Ողջույն հարազատներ, մեզ ձեզ բոլորիդ արդեն ներկայացել եմ, չէ՞։ Այո, իհարկե։ Այսօր էլի այդ լավ օրն է, որ ես այս սիրելի, այս լավ մարդկանց հետ կարամ ժամանակ անցկացնել։ Մի րոպե, սիրելի լավը մենք ենք։ Դուք եք, հաստատ դուք եք, ու իմ անցկացրած ամեն անգամվա ձեր հետ անցկացրած ժամանակը իմ համար տոն է։ Այդ ուզում եմ, որ բոլորը իմանան։ Մեզ էլ է շատ հաճելի։ Շատ կզրուցենք Անայի ջան։ Հանդիպելը։ Հա, լավ եղեք, ժողովուրդ։ Հա, էլի հազիվ երաժշտություն չկար, մի հատ օգտվեցինք։ Այստեղ նկար։ Այո, դուրս եկա ծխելու։ Ժամ ու կես Անահիտի հետ ենք, զրուցեցինք։ Դեռ շարունակվում է իհարկե մեր հանդիպումը։ Հոլանդիայում եղանք։ Զբոսնեցինք։ Շատ հետաքրքիր է։ Համեցեք, ողջույն։ Ողջույն։ Անահիտ Սիմոնյան մերոնցից հազիվ երաժշտությունը մի քիչ դադարել, Անահիտ ջան, պետք է տեղավորվենք։ Հա, փորձենք։ Արի ես ամենակարևորը, որ ինձ հուզեց, անցյալ հանդիպումից անընդհատ մտքիս մեջ է։ Ինչներ։ Դու այն ժամանակ գիտես ինչ ասեցիր։ Ասիր Հոլանդիան մի հատ շատ լավ հատկություն կա։ Այո։ Իրանք
կարողանում են երեխայի մեջ միանգամից գտնել ինչի նկատմամբ, այո, ունակություն ունի երեխան ու անպայման հետևում են, որ զարգացնեն։ Այդ մասը շատ լավ է դրած։ Դու պատկերացնում ես, այն մեր հանդիպումից հետո ես անընդհատ եմ մտածում, ինչքան դա կարևոր է, մանավանդ այդքան փոքրականակ մեր հանրապետության համար, էլի, որ հասկանում ես, այդ մարդկային ռեսուրսը ափսոս է, էլի, որ ինքը պետք է զարգացնել անպայման, չէ՞, ծնողը այո, Անահիտ ջան, այդ ինչ գաղտնիք է իրանց մոտ, ինչ որ խմբակներ են շատ, թե ինչա, ոնց են կարում այդ մաղը, այդ ցանցը գտնել այդ երեխաներին, էլի, անմիջապես։ Այո, Կարող է կիսվես մի հատ, էլի։ հա, ինչքանով կարող եմ իհարկե կկիսվեմ ու իրոք ասել եմ տենց բան ու կա տենց բան, հա, ես նկատում եմ փոքրուց, որ երեխաներին իրանք շատ մոտենում են մեծի պես, էլի, որ ուզում են այդ երեխեն փոքրուց արդեն ամեն ինչից տեղյակ լինի։ Ու շատ, այո, խմբակներ, տեղեր են տանում, ցուցահանդեսներից սկսած, դպրոցներում են շատ ուշադրություն դարձնում։ Օրինակ, ես այն օրը մի տեղ էի, բանում էի, Մարտիրոս, Վայոց ձոր։ Այդ այստեղ էի ու զբոսնում էի դրսում։ Մի րոպե, Վայոց ձորից։ Վայք, sorry, Վայք։ Մի րոպե, Վայք էր գնացել։ գնացել Բա էի։ մենք էլ էինք ընդեղս վերջերս։ Հա, ես այուն պատորն էի գնացել, հա, սենց քայլում էի առավոտ շուտ այդ ճկնաղ տեսարանների իհարկե, ունդեղ աչքս ընկավ մի հատ տուն, որ փեթակներ ա դրած, ու այդ տերը, այդ մարդը զբաղված էր դրանով։ Անմիջապես իմ մեջ եկա, որ գնամ ցանկություն, հա, հարցնեմ, ասեմ, ոնց եք անում դա, էլի, հատկապես բնության նկատմամբ շատ գալիս է այդ ցանկությունը ինչ որ, այդ շատ սիրով այդ մարդը ցույց տվեց, բացեց այդ մեղուները, հետս մեկը կա, վայ, հեսա քեզ կկծի, բանկավի, ասում, չէ, չկծի, հանգիս նայեցի, բացատրեց։ Նույնիսկ մեղուները լավ ընդունեցին քեզ։ Շատ լավ ընդունեցին։ Շատ շնորհակալ եմ բոլորի ընդունելությունից, իհարկե, ու այտենց ես մտածեցի, որ մեր երեխեքին էլ այտենց են մեծացնում, փոքրուց սկսած տանում են, ու այդ տարբեր ասպարեզ։ Մի րոպե, այսինքն մենք այդ խնդրը չունենք, պաստորեն։ Չէ, ես ուզում եմ ասեմ, ես հիշում եմ իմ երեխեքին փոքր ժամանակ դպրոցներում այտենց տեղերել էին, ամեն ինչի մեջ մտցնում են երեխեքին։ Ու արդեն երեխեն ծնողն էլ իհարկե պետք է մի քիչ ուշադիր լինի, հա, ժամանակ տա դրան, որ ուշադրությամբ հետևի, թե երեխեն ինչի նկատմամբ հակում ունի, չէ, ինչ դարյան ավելի գրավում։ Ու այդ իմանալուց հետո անպայման տա ռեսուրսները բոլոր, թե ժամանակը, թե ֆինանսը, թե ամեն ինչը։ Հասկանում եմ, բայց դու այն ժամանակ նկարագրեցիր, որ պետությունն է շատ ուշադիր դրա նկատմամբ։ Մենք ընտանիքի ծնողի խնդրեմ չունենք։ Հա, ես դա ասում եմ, այդ երևի ավելի շատ դպրոցներում արդեն, ճիշտ եք ասում, նշում, որ ես որ սովորել եմ կամ հիմա, դուք սենց է, չէ, ստեղի կրթությունը։ Մի րոպե, մենք դույով ենք, ինձ դուք մի ասա, ես էլ չեմ։ Հասկացա։ Որ երեխաները բոլորը նույն դպրոցում են նստում, նույն դասարանում, տարբեր ունակությունների այդ մասը։ Այդ կարևոր բանը։ Որ դե իհարկե հիմա արդեն իմանում եմ, որ ստեղ կա, չէ, տարական դպրոց, որ ինչ որ տարիքից հետո 12 տարեկանում այդ տարիքի երեխեքին տալիս են արդեն համապատասխան քննություններ, տեստեր, ու արդեն որոշվում է երեխայի մակարդակը, իր գիտելիքների մակարդակը։ Ես միշտ sense եմ համեմատում, ասենք մենք սովետական ժամանակում սովորած մարդիկ ենք, չէ, մենք ունենք տրոյշնիկներ, չէ, sense դարնիկներ ու ատլիչնիկներ, չէ։ Բայց բոլորս նստած էինք նույն դասարանում։ Իսկ ընդեղ հիմա այդ տարիքում, որ տեստերը տալիս են երեխեքը։ Հոլանդիայում։ Հոլանդիայում։ Մոտավորապես որ տարիքից է այդ։
12, 11-ի կեսից արդեն Այսինքն մեր 5-րդ դասարան էլի հինգերորդ մոտավորապես, դասարանից, այո։ հա։ Ու այդ դրանից հետո արդեն երեխեքը ռեզուլտատը արդեն որ գալիս է, արդյունքը գալիս է, դու տեսնում են։ Ու իհարկե դասատուներն էլ այդ ընթացքում մի քիչ կարծիք ունեն, տենց չի որ բայ 8-ից ընկա։ Էդ էլ է հաշվի առնվում։ Հա, հաշվի առնվում։ Ու այդ տարիքից հետո արդեն երեխաները գնում են միջնակարգ դպրոց, ասենք secondary school որ ասեմ, այդտեղ են գնում ու այդտեղ արդեն իրանք զատված են այդ մի քիչ ավելի ցածր գիտելիքները ունեցող էլի այդ սովորը այդ երեխեքը կարող է ուրիշ հարցերում ձեռքի աշխատանքում շատ լավ լինեն, բայց կարող է ասենք սովորելը մի քիչ իրանց մոտ ավելի դժվար է ստացվում, լինում են մի դասարան ու անուններ ունեն իհարկե այդ աստիճանները մի քիչ ավելի աշխուժ, ես չեմ ասի խելացի, որտեվ այդ ատլիչնիկներն ու բաները, գերազանցիկներն ու հարվածայինները դրանք խելացի երեխեք են, բայց իրանց էությամբ են տարբեր։ Գերազանցիկ երեխեքը շատ ավելի սենց լուրջ են, սենց ավելի կենտրոնացած ուսումի վրա էլի, իսկ այդ հարվածային երեխեքը ավելի սենց գործողություններն է իրանց մոտ լավ ստացվում, բայց խելացի են էլի, բայց քանի որ գործողություն են իրանք սիրում, իրանք հավես չունեն պրոստը այդքան սովորելու հետ։ Այո, ու պետք էլ չի արդեն իրանց այդքան տանջել, իրանց ավելի լավ է զբաղեցնել ինչին հակում ունեն։ Ինչին ինքը հակում ունի, իրանք է գնում են այդ հարվածայինների խումբը, level-ը, այսինքն ասեմ, մակարդակը, իսկ այն երեխեքը, ովքեր շատ սենց նպատակասլաց են, լուրջ են, իրանք ուսումը շատ բարձր է իրանց համար, նրանք էլ այդ գերազանցիկների կրուժոկն է կազմում դա։ Ու սենց սովորում են առաջի դասային, բայց տարբերություն հիմա ասեմ։ Բայց ես շատ սիրում եմ այն երեխեքը, որ լրիվ երկուս է, դրանք ինչ են ելնում։ Տենց է կամ չէ երևի։ Դե այդ հիմա ասեմ երկուս չեն ելնում, չէ, բոլորն էլ ինչ որ մի բան ունենում են։ Դե այդ մի քիչ դժվար սովորող երեխեքի վրա այդ դասարաններում ավելի ուշադրությունը կենտրոնացած է նրանց վրա, որ խառնենք նստած։ Այդ խեղճ դասատուն չի իմանում, սրան ժամանակ տա, նրան ժամանակ տա։ Ու այդ մեկին, եթե այդտեղ մենակ այդ տիպի երեխեքն են, որ սովորելը իրանց համար դժվար է, դասատուները ավելի կենտրոնանում են, ոնց օգնեն, որ ինչ որ մի աստիճանի բարձրացնեն իրանց։ Հիմար երեխա չկա, տուփո երեխա չկա, բոլոր երեխեքն էլ իրանց մեջ ունեն ունակություն։ Այդ հաստատ։ Էդի հաստատ ու շատ, մենակ պետքա զարգացնել։ Այդ է պետք իրանց անել։ Այդ է էլի կարևորը, որ գտնես ու զարգացնես։ Դե այդտենց եթե լավ տեղա, լավ դասատուներով շրջապատված, ծնողներն էլ իրանց գործը անում են, շատ հնարավոր է այդ տրոյշնիկ խումբի երեխեն, այդ որ դժվար էր սովորել, մեկ է մի տարի հետո զգում է, որ ինքը ավելի լավ է կարում սովորի։ Հա, ու մեր կրթության մեջ հոլանդական կա այդ հնարավորությունը, որ եթե տեսնում են իր թեստերից, ամբողջ տարվա ուսումնական առաջադիմությունը քննարկելով, արդեն տեսնում են, չէ, այս երեխուն մենք կարանք տանենք այն միջակների մեջ, այն հարվածայինների մեջ։ Հա, իսկ կարելի է, որ ասենք տանեն ինչ-որ արհեստ սովորողների մեջ։ Դե հենց այդ եմ ուզում ասեմ, այդ տրոյիշնիկները, որ տենց… Ահագին լավ է, հարվածայինից իջանք տրոյիշնիկ, դու սկզբից հարվածայինների մասին։ Ասեմ նաև, որ այդ ես ասեցի տարբեր աստիճանները, այդ բաները դժվար սովորող երեխեքը սովորում են 4 տարի։ Այդ 4 տարուց հետո սովորելով 12, 13, 14, 15 ավարտում են այս միջնակարգ, այդ ձեր ասած կարող է այդ երեխեն գնում արդեն մեր ժամանակ, ես միշտ sense եմ, ուսումնարաններ կային, ճիշտ է, գնում են ուսումնարան, տեխնիկում, այդ տենց տեղեր են գնում, մեկը գնում է ձեռքի աշխատանք է սովորում, մեկը գնում է կոշկակարություն է սովորում, այ կան այդ իհարկե դրա համար էլ է ուսում պետք, ընտրում են այդ ճյուղը, որ գնում են արդեն սովորում են։ Այսինքն Հոլանդիայում այդ սա
ստույգ կա։ Կա, Եթե դու ասենք, հա, անպայման կա։ լավ այդ կոշկակար ես, գնում ես Դե պիտի զարգացնես, այդ դրա ու իհարկե պետք է կրթվես, սենց չես գնում այսօր, վաղը ես գնում եմ կոշկակարա, ամեն տեսակի գիտելիքը պետք է ձեռք բերես ու դառնաս կոշկակար։ Անայդ, իսկ մոտարապես քանի տարին մեկ են տենց բաժանում երեխաներին, ըստ այդ իրանց կարողությունների, էլի։ Այդ հետոյի կարողություններին, դե ասում եմ, սրանք 4 տարի են սովորում։ 4 տարին հասկացա, Հա։ 4-ից հետո, 4-ից հետո 3 տարի էլ սովորում են այդ իրանց ճյուղով, ահա, 3 տարի, Այո։ ու արդեն իրանք կարող են աշխատել։ հա, Հա։ Հիմա հարվածայիններն էլ սովորում են 5 տարի։ Այո, Տեսեք 12-ից պլյուս 5 տարի, այսինքն 17 տարեկանում իրանք արդեն ավարտում են դպրոցը, ու Այո։ իրանք կարող են գնալ մեր ոչ թե այնտեղ համալսարան ու ինստիտուտ հասկացողությունը տարբեր Տարբեր է։ է։ Հա, իրանք կգնան ինստիտուտներ։ այո։ Ու այնտեղ էլ արդեն իրանք Համասարանը ավելի բարձր։ այդ այն Քո ասած level-ն է։ գերազանցիկները, այդ գերազանցիկները, այդ դրանք դպրոցում կսովորեն 6 տարի, ու արդեն իրանք բան ունեն, սենց այն որ ասում է պրոպուսկ ունեն, որ կարան գնան համալսարան։ Հա։ Մի հատ արի մի վարքյան շատ արագ սկզբից նորից գնանք։ Երեխան քանի տարեկանից է դպրոց ընդունվում։ Տարական դպրոց 4-ից, 4 տարեկանից։ 4 տարեկանից, ծնունդը 4 տարեկան լինում է, մյուս օրը պետք է երեխան դպրոց գնա։ 4 տարեկանից գնում է դպրոց, սովորում է քանի տարի։ 8 տարի։ Չէ, այդ բաժանումից առաջ։ Հա, Մինչև բաժան։ մինչև 12։ Մինչև, ճիշտ է, 12։ Մինչև 12 բոլորը իրար հետ են սովորում։ Բոլորը իրար հետ սովորում։ 12-ից սկսվում է այդ անջատումը։ Այո, Ուրեմն ասենք թույլերը այո։ ուր են գնում։ Գնում են այդ ինչա տրոյշնիկների խումբը։ Յա, մեր մոտ կոչվում է դա FMBO, ասենց ենք համարում այդ level-ը։ Ու այդ- Գնում են այդտեղ ու 4 տարի են սովորում։ Այդտեղ 4 տարի են սովորում։ Այո։ Մյուս խումբը Հիմա անցնենք մյուս խումբին, 4 Հարվածայինները։ հարվածայիններին, նրանք ուր են գնում։ նրանք գալիս են էլի այն մյուս դպրոցը 5 տարի են սովորում։ Հասկացա։ Ու իրանք գնում են ինստիտուտ։ Ահա։ Իսկ այն ամենաբարձրը Այն այն շատ խելացիները, այն ներդերը մի քիչ Ահա։ սովորում են 6 տարի, այո, հա, 12-ից նրանք 18-ում են ավարտում։ Հա։ 18-ից գնում են ուղիղ համալսարան։ նրանք արդեն համալսարանի Այո, բաներ այո։ են։ Հասկացա, բավականին։ Հա։ Հա, հիմա այն 3 ստացողները այդ 4 տարի սովորելուց հետո իրանք ուր են գնում։ Դե անգամից սկսում են աշխատել։ Տեխնիկական ուսումնարան, տեխնիկում, տեղ են գնում։ Ավելի նեղ մասնագիտական մասնագիտական, արդեն հա, բաժանվում այդտեղ է։ են գնում։ Պարզա։ Բայց ես շատ կարևոր ասա էլ նշեմ, որ ամեն երեխա, ոնց որ ասեցինք, որ քանի որ իր մեջ ունի իր տաղանդը ինչ որ մի բանի հանդեպ ու դա զարգացնել է պետք, ոնց ամենասկզբից նշեցի, չէ, կարող է մի 2 տարի սովորում է այն ցածր դասան։ Մեկ էլ բարձանում Մեկ էլ է։ տեսնում ես, ոչ չէ, երեխեն ահա։ Սխալվել էինք։ Հա։ Չէ, ինչ որ մի տարիքում մեկ էլ ուղեղը պայծառանում է։ Այո, ճիշտ է, այդ էլ կա։ Ինքն էլ, ոչ Հա։ որ մեծանում է հասկանում։ Նույնիսկ ֆիզիկապես, չէ, կան կոլոտները, մեկ էլ ամառը գնում են, հետ են գալի, տենում ես Բավոնց, հա։ բոյը Ու բարձացել է։ գալիս է մեկ էլ նստում է այդ հարվածայինների մոտ ու ինքը ոչ թե տեխնիկում է հետո գնում է ինստիտուտ։ Այսինքն միշտ ուշադիր են, որ այդ Միշտ, երեխան միշտ։ տենց մի տեղում չլրվի։ Հա, Այդ շատ եթե կարևոր տեսնում է։ են կա մեջը, բանը տենց Այո։ նույնը կլինի այդ հարվածային խմբի մեջ։ Եթե նկատում Պարզ է։ են այս Հա, երեխային ինքը կարա ընկնի արդեն ավելի գերազանցիկների։ կարա գնա գերազանցիկների մեջ ու նույն ձևի կարա հակառակը լինի միջալոց։ Շատ լավ է, Հա, շատ կարա արդար է, հակառակը արդար է։ լինի, հա։ Ես համարում եմ, որ դա շատ ազնիվ վերաբերմունք է, թե երեխեքի նկատմամբ, թե իրանց ծնողների նկատմամբ։ Օրինակ ես ինքս սովորում աշխատում եմ այդ տարիքի հետ, այդ 17, 18, 16-ի հետ։ Ես նկատում եմ
հիմնականում հոլանդացիներ են աշակերտներս, բայց չինացիներ են ունեմ, ասենք աշակերտ։ Ես նկատում եմ, որ չինացիների մեջ կա ասենք մի քիչ մեր հայկականին նման վերաբերմունք, հա, իրանց էլ, բայց էդ էլ գալիս է իրանց ծնողներից։ Օրինակ ես գիտեմ մենք որպես հայ ժողովուրդ միշտ շատ բան ենք, չէ՞, մեր երեխեքի ուսման նկատմամբ, այո, որ ամենալավը պետք է անի երեխեն, ու շատ լավ է, որ այդ անումա ծնողը, շատ ճիշտ է, այն ամենալավագույնը հանի իր երեխու մեջից, բայց մեկ-մեկ էլ լինում են, չէ, որ այդ երեխեն չի կարա էդի անի, բայց ծնողը սենց բանա, ճնշում է գործադրում երեխու վրա։ Այդ արդեն ոնց որ երեխուն փչացնես, էլի։ Ավելի լավ է ինքը իր երաժշտության երաժշտական դպրոցներ։ Հա, մեկ չունես էդ ա, օրինակ ես հեչ տենց մուզիկալնի, սիրում եմ, բայց չունեի տենց մի բան, բայց իմ մամաս տարել ա ինձ մուզիկալնի, 7 տարի գնաց է սովորել, ոչ էլ հետո մի բան եմ արել դրա հետ, բայց մամաս զատո գոհ ա եղել, որ աղջիկս գնում է մուզիկալնի։ Բայց տվել ա, էլ չեմ կարա ասեմ, իհարկե ամեն ինչը թողում ա իրա այդ սերա տվել, ուշադրություն ա տվել երաժշտության նկատմամբ, ոչ մի բան ծնողի արած իզուր չի կորում, ոչ մի բանը, իսկ այդ մասին էդ էի ուզում նշել, որ այդ չինացի ծնողները իրանց երեխեքին մի քիչ շատ են ճնշում։ Իրանց երազանքները կապում են երեխեքի վիզը։ Իրանց երեխեքի հետ մի քիչ բան եմ անում, ցավս ա գալի, որտեղ իրանք է ենթարկվող երեխեք են, մեր հայ երեխեքին ման հոլանդացին օրինակ ասում չեմ գնում, всё։ Ու հոլանդացի ծնողը չի էլ սխմի, ստիպի։ Իմանալով որ մեկը Հա, մեկը չէ, իրանք սենց չեն ասում, պարոն Արմեն, իրանք ասում են, մենք ուզում ենք մեր երեխան երջանիկ լինի։ Այո։ Հեսա ես դրա հետ կապված մի դեպք Բայց ինչ որտեղ ճիշտ է երևի, էլի։ Ու տենց դե ես հենց այդ եմ ասում, էլի, դա պետք է անպայման ծնողը անպայման պետք է տա իր ճնշումը, իր այն փուշանելը, բան, բայց ինչ որ մի սահմանի, եթե տեսնում ես արդեն դա քո երեխայի վրա հակառակ ձևով է ազդում, արդեն պետք է բաց թողես։ Ես իմ կյանքից օրինակ բերեմ, օրինակ, ես 2 աղջիկներ ունեմ, որ այն իմ փոքր աղջիկը սովորում էր այդ գերազանցիկների խմբում, ոնց որ ասում ես։ Հա, մեծն էլ երկուսն էլ այդտեղ են սովորել, հա, Փառք Աստծո շատ լավ տեղավորվել են, ուսումի կողմից շատ լավ են։ Սենց, բայց եկավ 6-րդը ավարտեց, որ պետք է գնա համալսարան, ես իմ աղջիկս, եկավ մի օր ընկերուհու հետ տուն ու սենց անում։ Մամա ասում է, մենք տվեց ընկերուհու անունը, իր հետ որոշել ենք գնանք ինստիտուտ, ոչ թե համալսարան։ Ահա։ Սենց Մի level ցածր։ Մի level ցածր։ Էդքի։ Հա, մեկ կարաս բացատրես, դա չի այդ որոշումը կողմից։ Հա, սենց ու ինքը սենց արեց, ասեց, դե բանա էլի, չիլա։ Այդենց չիլա, այս ջայլները այդենց լեզուն են, հեշտ է էլի, նենց բան։ Այդ ինչեր են այդ չիլա։ Անգլերեն այդենց խոսք ասում ես չիլա, հա, կայֆա, հավեսա, սենց մի հատ նայեցի իրան, ասեց ընկերու մամաս ցույց տվեց, ասեց իր ծնողները դեմ չեն։ Ասեցի հենց մի հատ նստեք, երկուսդ էլ, ու ասեցի, ես չգիտեմ քո ծնողները ինչին են դեմ չեն, ձեր գործն է։ Ես քեզ ասեցի դու չեմ տա 6 տարի սովորես ու վեկալաս գնաս ինստիտուտ։ Մի հատ վաղ վերցնես գործերդ ու կգնաս համալսարան։ Այս տոնով ասեցի, սենց մի քիչ, դե տարիքում մի քիչ ենթարկվում եմ, չէ՞, սենց ու վեր կացավ, հա։ Այդտեղ ծնողի բանը, ասի 6 տարի սովորել ես առանց որևէ ինչ որ պատատանների։ Մի խոսքով հայությունդ ոնց կարայր ցույց տվեցիր։ Ցույց տվեցի, այն հայությունս ու ցույց տվեք։ Սենց ու գնաց տվեց այնտեղ, բայց ինչն եմ ուզում ասեմ, որ այդ ընկերուհին էլ իր հետ գնաց։ Ու երկուսով գնացին համալսարան, տվեցին, իհարկե ընդունվեցին, այնտեղ չես էլ քննություն տալի, որտեղ արդեն դու պրոպուսկը որ ունես, որ դու Բաբսո շետ պրոպուսկա է մարդը։ Հա, էլի։ Գնում ես այդտեղ ես սովորում, բայց հետո
ու սովորեցին երկուսն էլ այդ առաջի տարին համալսարանի, հետո վերցնում ես պրոպադայոս, չէ, որ առաջի տարին վերջանում է, քեզ թույլտվություն տիգա, որ դու կարաս շարունակես։ Ահա։ Էլի այդպես է։ Հələ մի րոպե, էլի մի հատ sense հարց։ Այ քո աղջիկը համասարանի կոպիտ ասած ապրանք էր։ Հա։ Բա ոնց էին հոլանդացիները հանդուրժում, որ ինքը գնա ինստիտուտ, ոչ թե ասեին Ազիզ ջան, խես ինստիտուտ գնում, դու պետք է համասարան գնաս։ Չէ, բայց հոլանդացին դե արդեն Չի ասում։ չունի։ Հոլանդացին տվել է իրան դիպլոմը, չէ, որ դու գերազանցիկ ես, գնա գերա, այս արդեն դասատուների հետ ինքը վերջացրել է իր բանը։ Հա, ինձ թվում էր, եթե համասարանա, պետք է անպայման համասարան գնա, չէ, հա։ Չէ, կան, շատ երեխեք կան, որ իրոք համասարանի բանը վերջացնում են, դաժե գնում են համասարան ու մի տարուց հետո զգում են դա շատ ինտենսիվ է, շատ դժվար է։ Հա, հետ են գալի։ Հա, հասկացա։ դե եթե իր մոդելը տենց լներ, հա, ես էլ պետք է համաձայնվեի, բայց համենայն դեպս այդ տարիքում ես գիտեի, որ առանց որևէ խոչընդոտի ինքը այդ 6 տարին անցել։ Այդ հասկացա, հասկացա։ Բայց ինչն էր շատ հետաքրքիր, որ այդ ընկերուհին, որ իր մաման, պապան, ծնողները դժվար չէին նայել, որ ինքը գնա այդ տեղը, ինստիտուտը, սովորեցին միասին մի տարուց հետո, այդ աղջիկը եկավ ինձ ասում է, Ֆրաու, տիկին, հա, այդպես եմ, ասում է, ես շատ շնորհակալ եմ, որ դուք մեզ սենց հրեցիք, որ մենք գնացինք այնտեղ ու հիմա երկուսս էլ ունենք ու բանը։ Այդ ինձ նենց ուրախացրեց, որ всё-таки այդ ձևը դաստիարակության ազդում է։ Դե ամեն ինչը չափի մեջ է, էլի, իհարկե, հա։ Իհարկե։ Ձեր դեպքում գործը կպել է։ Հա, կպավ։ Իսկ մի հատ sense բան։ Ասենք երեխան շատ ընդունակ է ու Հոլանդիայում արդեն այդ տիպի կրթություն չեն կարա տան, էլի, ասենք պետքա գնալ ինչ-որ աշխարհում հայտնի մի համասարանում շարունակել, էլի։ Կառավարությունը օգնում է այդ դեպքերում, թե չկա տենց բան։ Թե ընդհանրապես ընդունված չի այդ։ Ճիշտ ասած, հոլանդական կրթությունը արդեն մեր համասարանները այնտեղ բավական բարձր։ Հա, այսինքն այդ կարիքը չկա։ Կարծում եմ դրա կարիքը չի լինում, բայց կարող են ինչ որ ես ձեզ ասեցի օրինակ իմ մյուս աղջիկը, որ ավարտեց համալսարանը, ասենք իր մյուս ուսումնի նեղճուղը նույնիսկ ավարտեց, ինքը վերցրեց կա դրա համար պրոպադայ, չէ, ինչ ասեցի այն ժամանակ, էլի մի հատ եվրոպական մասշտաբով։ Ահա, այո։ Այդ կրթությունն էլ վերցրեց արեց, էլի։ Այսինքն այդ հնարավորությունը կա։ Կա, բայց մնում են իրանք տեղում, չեն գնում երկիր։ Չեն գնում, բայց ուղղակի իրանց կրթությունը։ Մի րոպե, ոնց որ ֆիլիալ է, հա, արդեն Հոլանդիայում այդ։ Այո, ֆիլիալ է ու դրա մասնաճյուղ, էլի։ Հա, մասնաճյուղ է ու ընդամենը գիտելիքն են իրանց փոխանցում, դե հիմա այդ հնարավորությունները ոնց որ կա, չէ, ամեն ինչը on-line է բանը, ու տենց սովորում է, ու տենց բան է, քննությունատվել ու կարա նաև Եվրոպայի մասշտաբով այդ իր գործը, այդ մասշտաբով անի, ոչ թե մենակ հոլանդական։ Այո։ Հա, երկիրը շատ խրախուսում է, շատ օգնում է, այնտեղ մարդիկ ունենան միայն ցանկությունը եւ աշխատասիրությունը եւ դիսցիպլինան, ամեն իրանց մեջի որակները ունենան, երկիրը անպայման կօգնի, որ իրանք հասնեն իրանց լավագույնին։ Հոլանդիան ինչքան է բնակչությունը մոտավորապես։ Հոլանդիան 18 միլիոն է։ 18 միլիոն։ 8 միլիոն բնակչություն է, խիտ է բնակեցված։ Այսինքն իրանք շատ գնահատում են այդ մարդկային ռեսուրսը։ Մարդկային ռեսուրսը ուզում են լավագույնս օգտագործեն, կիրառեն։ Այդ երևի ամենակարևոր բանն է, էլի կառավարության, չէ։ Էլ ինչով, թե չէ ամբախ-զամբախ։ Ոնց, բայց ես այնց ուրախանում եմ, որ մեր հայ ժողովուրդը, մեր երեխեքը գալիս են այնտեղ ու դժվար ճամփով անցել են, սենց թե նենց էմիգրացիան ինչքան ծանր պրոցես է ու գալիս են այնտեղ ու երկիրը տալիս է իրանց այդ հնարավորությունը, որ
աճեն ու հիմա ես հպարտ անում եմ հատկապես ասենք իմ հետոյի սերունդը, չէ, մեր երեխեքը։ Այո։ Ես ոնց որ այն սերունդին եմ պատկանում, որ առաջի հոսքն էր, որ գնացել ենք, չէ, դժվար էր, շատ ծանոթ չէինք այդ ամեն ինչին։ Հələ սովետական դաստիարակություններ եւ այլն էլի։ Մեր մտածելակերպը, մեր դաստիարակությունը շատ կարծրացած էր այս սովետական տիպով, բայց հետո գնացել ենք այնտեղ ինչ որ ձևով ով ոնց տեղավորվել է, բայց այն մյուս սերունդը շատ ավելի որ ընդեղից դպրոցա գնացել, դաստիարակվել է, ավելի իհարկե արդյունքները ակնառու են, քան իմ Այո, դուք իրանց վրա զգում եք ինչքան երկիրը լավ է վերաբերվում։ Անպայման։ Իրանց նիստ ու կացից է, իրանց վերաբերմունքից է, հոյակապ են, այստեղի երեխեքն է, ես ամեն առիթը հիմա ասենց որ զբոսնում եմ, չէ, հենց նույնիսկ խանութ եմ մտնում, որ տեսնում եմ երիտասարդներ են աշխատողները, մտնում եմ, խոսում եմ, հարցնում եմ իրանց, ինձ շատ հետաքրքիր է ոնց են մտածում, հոյակապ երեխեք են, տա Աստված ու երևի ավելի լավ անում է, չէ, սենց որ տեսնում եմ, Հուսան, ինձ էլ ատենց թվում։ այդ հնարավորությունը լինի, որ արդեն, հետո շատ երեխեք գնում են, չէ, դրսում սովորմանակ Հոլանդիա էլ գալիս են Հայաստանից։ Այո, Գալիս են, ինստիտուտներից են ուղարկում, այտենց հատուկ ծրագրերով, ուղարկում են, որ ընդեղ սովորում են։ Ինում է, որ ամուսնանում են ու մնում են ընդեղ արդեն, սենց էլի։ Հենա աղջիկս միջի հիմա սովորում է, գնում է Լիսաբոն ինչ-որ քնություններ Անեիտ, իդեպ բան է, չէ, Գյուլբենկյանի ֆոնդը օգնություն է։ կեսից խառնվեց Գյուլբենկյանի ֆոնդը, սկզբից չկար, բայց հետո տեսնում եք, ապրում ենք իրար օգնելով, իրար մեկը ինչով որ կարա, չէ, դու կարաս ժպիտով օգնես, դու կարող եք այսպես լավ ժամանակով, օրինակ հիմա դուք ինձ այնքան օգնեցիք, այնքան ուժու դրական վայբեր հաղորդեցիք, դու էլ մեզ շնորհակալ եմ, որ դրանք շատ կարևոր բաներ են, որ մենք իրար փորձենք հաղորդենք, լավ տանք իրար։ Այո, տենց խոսքեր կա, բայց ռուսերեն ես գիտեմ, չեմ հիշում ով էր ասե, роскошь человеческого общения, ոնց կթարգմանես։ Մարդկային շփման շքեղությունը, այո, իրոք շքեղություն է, չէ, դենց հաճելի շփում է։ Անայ ջան, քեզ շատ շնորհակալություն, ես այսօր քո ընտանիքը չներկայացրեցի, որտեղ անցյալ անգամ մենք բավականին մանրամասն զրուցեցինք, ուղղակի հիշացնեմ, Անայտը 2 աղջիկ ունի, մեկը ամուսնացած է, 2 թոռնիկ ունի, մյուսն էլ թոռնիկներին նշեք, 2 թոռնիկ ջիգարներ ունեմ։ Այ դրանք շատ լավ են, այո։ Մի խոսքով Անայտը 1, 2 աղջիկը 3, 2 թոռնիկ 5 հայուհիներ։ Փեսա էլ ունեմ։ Փեսան հայություն։ 5 հայուհիներ արդեն են։ Ճիշտ է։ Անայտի ձեր պլանները ոնց է։ Ես գիտեմ տունը ստեղ մնացել է ձեր մոտ, չէ՞։ Ես ստեղ ունեմ բնակարան, ես ընդեղ ապրում եմ իհարկե արդեն աշխատում եմ, դեռ ծանրաբեռնված աշխատում եմ։ Այո, գիտեմ, դուք ահագին հետաքրքիր բաներով եք զբաղվում։ Հա, դեռ հələ 2 տարի էլ կա, որ թոշակի գնամ, իհարկե այդ Այնտեղ քանի տարեկանից է։ Այնտեղ գնում են 67-ից։ 67-ից են թոշակի։ Մեր մոտ շուտ է, չէ՞, Անայտ, մեր մոտ քանի տարեկանից է։ 63-ից։ 63-ից, հա։ Դե ես մինչև 65 եմ։ Հա, այն ժամանակ մենք ոտել էր մի քանի տարի առաջ 65-ից, բայց հիմա դարձրեցին 67-ից։ Իմ աղջիկներ ժամանակը որ գա 80-ից կսարքեն, որտեղ երկարակացությունը ավելի երկար ապրել։ Հասկացա, դե տրամաբանական է այդ ժամանակը։ Դրա համար
Հա, այդ բայց գալիս եմ էլի սենց կանոնավոր ձևով գալիս եմ, գնում եմ, կարոտում եմ Հայաստանը, լավ մարդկանց, շատ կարոտում եմ, իմ ժամանակահայրի հետ, այնտեղ էլ ամեն ինչ ունես, ամեն հնարավոր բանը ունես, բայց մեկ է, օրինակ իմ ստեղ գալը, ես ստեղ գիտեմ ինչա, ոնց է եղել, իմ արմատները ստեղ է, ու արմատներդ միշտ սիրում ես, արմատներին չես կարա օկես ու քցես, այդ պահում է ինձ ու գալիս եմ, Բայց աղջիկների մոտ մի քիչ ուրիշ է, չէ, երևի արդեն Անահիտ։ Լինում է, մի քիչ ավելի ուրիշ է, հա, նրանք մի քիչ ավելի ուրիշ ձևով են նայում, բայց թորնիկներս են ուզում։ Ինչ հետաքրքիր է։ Հա, ես անցած անգամ որ գնացել է, ստեղից շատ լավ խաղ է տար, նախ այբուբենը, որ տառերը սենց, ու հետո մրգեր ու բանջարեղեն։ Օրինակ շատ կուզեի անգամ կենթանիները լինեի, հարցուփորձ եմ արել չկային, բայց սենց սովորացրել եմ իմ թորներին, որ ես իմ պոմիդոր, լոբիչ, ես իմ հանում նուր, բանջարեղեններով օրինակ մեկ էլ կարա ասի սմբուկ, ես ասում սմբուկը ո՞ն է, որ Բադրջանն է, լոլիկ, ասում բալ ես ասում, սկի մերը չգիտի սմբուկը։ Անահիտ, իսկ թորները խոսում են հայերեն։ Չէ, չեն խոսում։ Այսինքն ասում են տատիկ բառը հաստատ ասում են։ Հիմա որ միացնեմ, ասենք վիդեով ձեզ տեսնենք, ասեն բալև, ոնց ես, սենց մի երկու նախադասություն սովորել են ու այդ մրգեր, բանջարեղեն անունները, ասենք որ սեղանին կարակ, մեղր, լավաշն են շատ սիրում, հիմա ինչքան ասես լավաշ պիտի, ինչքան հնարավոր է տանելու ես, Չնայած ընդեղ պատվում ենք, բայց համ ուրիշ է ստեղ։ Այնտեղ պատրաստում են լավաշ, Այնտեղ կան, տեղեր, որ պատվիրում ենք, բայց ուրիշ է համը, բայց զրույց չեն տանում, որովհետև իրանց ընտանիքում չկա առօրյան զրույց։ Այո։ Ունակ իմ երեխեքին էլ, ես հիշում եմ ժամանակին, տո տարա այբենարան, ես իմ տենց խմբակ էր այբենարան սովորեցին, չի մնում, դա ես, եթե ընտանիքումդ անընդհատ հայերեն չի խոսվում, շատ հայկական մթնոլորտ, ես նույնիսկ եթե խոսվում է, ես այդ արդեն մի քիչ միֆերի մեջ եմ մտնում, որ լավ հայերենով են մեծանում երեխեքը։ Դու աղջիկների հետ հայերեն ես խոսում։ Ես հայերեն, հոլանդերեն, ոնց ընկնում է արանքները, էլի։ Այսինքն աղջիկները հայերեն պրոբլեմ չունեն։ Պրոբլեմ չունեն, իհարկե ես չեմ ասի, սենց շատ խորը թեմաներ կսկսեն ձեր հետ հայերեն քննարկել, բայց խոսում են աղջիկները։ Իսկ իրանք երբ են եղել Երևանում, գալիս են։ Երևանում եղել են։ Միջալոց այս մեծ աղջիկս իմ գալուց առաջ ասեց, ուզում եմ վերցնեմ, Փեսաս եղել է, աղջիկս։ Խնդրեմ։ Հա, այդ փոքր թորնիկս երևի 3 տարեկանի մոտ էր, 3 չկար, չէ, չկար 3, եկավ մեծ աղջիկս թորնիկս, Փեսաս, երկրորդը նոր էր ծղիությունը աղջկաս, եկել են ստեղ, Փեսաս ասեմ ձեզ շատ ման է եկել էր, վերցրել էր թուրերը, աղջիկս չէր գնացել, բայց ինքը տաթևա, ծաղկաձորը, գնացել էին ծաղկաձոր մի քանի օրով հանգստացել էին, եկել էին արել, այդպես գիտեն ընդհանուր տպավորությունը ունի, բայց հիմա թորնիկներս ուզում են աղջիկը, ես ուզում եի մեծին բերեի ճիշտ ասած ես անգամ, հետս չէ, աղջիկս ասեց չէ, ուզում եմ ես տանեմ, մեր հետ գնա, Մի հատ էլ իր հետ կգար էլի, ինչ է եղել։ Անահիտ, դու որ գալիս ես քո տանն ես, չէ՞ ապրում, թե Վարչով ես տվել անհարմար է։ Չեմ ապրում, որովհետև Վարչով եմ տվել իմ Անհարմար է հանես այդ մարդուն էլի, Ես վերցնում եմ օրինակ անցած անգամ է որ եկել եմ մի հատ բնակարան, այդտեղ եմ այդ քանի օր ապրում, բայց հիմա այս պահին մնում եմ ընկերուս տանը։
դասընկերուհուս տանը, որը շատ հաճելի է։ Ես այնտեղ մենակ եմ ապրում, ամբողջ օրն էլ այսպես ասած այդ privacy առանձնությունը իմ ունեմ։ Բայց որոշեցի, ամառ չէ, գնանք այն որ առավոտը զարթ մեզ կոֆե ես խմում իրար հետ, մի քիչ բամբասում ես, այ դրանի։ Բա ոնց այմար, Հոլանդիայում բամբասել չգիտեն, չէ։ Չէ։ Շոտ անհոտ բամբասողներ են։ Չի կարելի։ Էդ ինչ երկիր ես գնացել այմար, բամբասել էլ չգիտեն։ Այդ ինչ է սիրում։ Սենց ընդհանրապես մի քիչ սենց դեմքով սենց բան արտահայտություն ցույց կտան։ Ահա, լավ էլ ցույց տվեցիր։ Կզարմանան, բայց հոլանդացիները շատ հեշտ չեն իրանց կարծիքները հայտնելու մեջ։ Ինչ են, հեշտ են։ Հեշտ չեն։ Հեշտ չեն, Իրանք հա։ հեշտ չեն, ու իրանք չեն թաքնված են, հա, լիազորված ավելի։ համարում, անմիջապես իրանց կարծիքները ամեն ինչի նկատմամբ արտահայտել։ Հասկացա, Հակառակ հայերին։ Համեստ են, էլի, հա, դե հա։ Հակառակ մեր հայ ժողովրդին։ Լրիվ պատկերացնում եմ, ինչ ես ասում։ Որ ամեն Էջ դժվար չի հասկանալ։ Իհարկե կարծիք ունեն, իհարկե տեղեր կա, որ իրանց հարցնում են իրանց կարծիքը։ Հա, այդ ժամանակ Այդ խնդրեմ, ժամանակ եթե իրար հարցնում խնդրեմ, են։ գալիս են։ Չէ, մեր ամենասիրածը, երբ որ ոչ մեկը չի հարցնում, մենք գանք ասենք։ Այո, դի մի քիչ միտք տվեք դրան։ Բայց այդ լավ է, էլի որ տարբեր ենք, չէ՞, սաղս իրար նման լինենք ու մա պետք։ Իրարից սովորում ենք։ Իրար հետաքրիր ենք։ Իրար հետ կռվում ենք։ Պատկերացնում եք Հոլանդիայից գայք ստեղ ու նույն հոլանդյան Չէ, ստեղելներ։ դա Ու մա արդեն պետք։ շատ տխուր կլներ։ Ես շատ սիրում եմ Հոլանդիան։ Ես հասկանում եմ, իհարկե։ Սրտով, իմիջալոց սրտով։ Ու շատ գնահատելի է, որ դուք Այսինքն դուք ներսից շնորհակալ մարդ եք, էլի։ Անպայման։ Այդ նշանակում է, այո։ Ես սիրում եմ այդ տեսակը։ Բայց ասենք գիտեք ինչ օրինակ իմ առաջի ուրախությունը որ լինում է, ոտս որ դնում եմ Հայաստան, սենց եմ սա հայերեն են խոսում։ Էդից ունեց կայֆ ատալիս, չես նեղում ընդեղ խոսում ես, անգլերեն է, հոլանդերեն է, Չէ, իհարկե հասկանում եմ, հասկանում եմ։ Սա հայերեն եք լսում եք։ Առաջի ակնթարթին Առաջի իմը բանը տպավորությունը։ հետաքրիր է։ Հայերեն են ստեղ խոսում։ Դե բա այդպես մենք Իտալիայում հիշում ես ես որ ասացի մարդես 2 տարեկան երեխան են տարա Իտալիայում Այդ շատ էր։ Անահիտ ջան, քեզ շատ շնորհակալություն։ Միայն այս խոսակցությունը չէր, այս նկարահանումից դուրս էր շատ բովանդակալից հետաքրքիր քեզ հետ։ Լավ մնաս Անահիտ ջան, Ինձ էլ միշտ առողջ լինես։ փորձում ենք։ հաճախ Այո։ Վերևում մի քիչ ավելի հաճախ պետք է գամ ձեր օրենքների հետ կապված, չէ՞։ Այո։ Երբ հարմար ես գտնում, իմացի որ ստեղ քեզ Լավ մարդիկ կան, որ սպասում են։ Միշտ։ Շատ լավ բան է։ Բոլորից ցանկանում եմ, դրսում եղած մարդիկ, դուք էլ լավ եղեք, դժվար է դրսում ելնելը, բայց այդ պերսպեկտիվայով, այդ բանով ապրեք, որ մի օր հեռանկարով, որ կգաք, մի օր այս ամեն ինչը դուք էլ վայելեք ու ստացած հետ գնացեք։ Այո, դե ասեմ քեզ այդ տեսակետից Ես ցանկանում եմ ամեն իմ գալուց որ ունենամ այդ լավ հնարավորությունները, որ սենց հրաշք մարդկանց հետ հանդիպեմ ու միած սենց լավ աստիճանի զրույց անցկացնեմ ձեր հետ։ Շնորհակալություն։ Ստեսուն Անահիտ ջան։ ամենալավն ու բարի Մերսի։ անջատեցիր իհարկե Չէ, չեմ անջատել, մեր Անահիտին միկրոֆոնից զրկել ենք ժողովուրդ, այնց այնտեղ անկյունում նստած, շատ իր լս։ Այսինքն ոնց որ բոլոր մեր ունկնդիրները էլի, նույնն էլ Անահիտը նստած ու շատ իր լսում է։ Վայ ինչ գեղեցիկ եք սենց իրար հետ։ Դեռ չի կարելի
Ցտեսություն։ Ասենք, չէ՞, ստացություն։ Անայ տարի մենք էլ հրաժեշտ տանք մի անգամից էլի, չէ՞։ Էս ինչ լավ համեստ այ մարդ էս երաժշտությունը մեզ գնաց։ Այսօր մեր կողմից է։ Այո, մեր կողմից էր լրիվ։ րոպեից կսկս։ Հայ 3 րոպեից է, դե լավ երկլի մի հատ է երկ կնկարենք, բայց մենք հրաժեշտ տանք։ Ստեսություն ձեզ։ Հա, վայ ձևը մոռացել եմ, այ մարդ այնքան։ Չէ՞ պի ասենք։ Այո, լավ մնաք։ Տեսություն։ Դիսցիպլինան ուրիշ է էլի, Անայդ անդադ ասում էր դիսցիպլինա։